Հարգելի դիտողներ, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմեք լայք և բաժանորդագրվեք մեր ալիք։ Հայտնի է, թե ում է կտակել Ջորջիո Արմանին իր ապրանքանիշը։ 92 տարեկանում մահացած Ջորջիո Արմանին ժառանգներին կտակել է ապրանքանիշը, վաճառել կամ բաժնետոմսերը հրապարակային շուկայում տեղադրել։ Այս մասին հայտնի է ANSA գործակալություն։ Քանի որ դիզայները երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի, նա իր ժառանգությունը բաժանել է իր գործընկեր Պանտալետ դե Օրկոյի և իր ամենամոտ ազգականների միջև։ Դիզայները բաժնետոմսերի 40%-ը թողել է իր գործընկերոջը, 30%-ը իր կողմից 2016 թվականին ստացված Ջորջիո Արմանի հիմնադրամին, իսկ 15%-ը իր զարմիկին և զարմուհուն, որոնք ղեկավարում էին բիզնեսի տարբեր ոլորտներ։ Մնացած ազգականները բաժնետոմսեր են ստացել առանց քվեարկելու իրավունքի։ Ընդհանուր առմամբ նրա կարողությունը գնահատվում է 11-ից 13 միլիարդ եվրո, գրում է Splegd-ը։ Միաժամանակ Արմանին պահանջել էր, որ ֆոնդի ներկայացուցիչները 12-ից 18 ամսվա ընթացքում վաճառեն ընկերության կապիտալի 15%-ը, իսկ հաջորդ 3-5 տարիների ընթացքում ևս 30-ից 54,9%-ը նույն գնորդին։ Մեկ այլ տարբերակ է ընկերության հանրային դարձնելը 5-8 տարվա ընթացքում։ Ջորջիոն նաև նշել է, թե ում է տեսնում որպես գնորդ։ Նրանց թվում հայտնի շքեղ ապրանքանիշներ L'Oreal-ն է, Loewe, Exolation-ը։ Հայտնի դարձավ նաև, որ դիզայնին տներն ու առանձնատները Միլանում, Սեն-Տրոպոյում, Նյու Յորքում և Պանտարելայում անցրել է նրա քրոջ՝ Ռոզային և զարմիկներին, բայց միայն որպես մեկ սեփականություն։ Նրանք կարող են վաճառել դրանք կամ ժառանգաբար փոխանցել և Պանտալեո դե Օրկոն կօգտագործի սեփականությունը։ Նա կկարողանա ապրել այդ տներում, կառավարել դրանք և եկամուտ ստանալ։ Հիշեցնենք, որ Ջորջիո Արմանին մահացել է անցյալ հինգշաբթի։ Աղբյուրների համաձայն դիզայները մահացել է իր սիրելիի շրջապատում։ Վերջին տեղեկությունների համաձայն մահվան պատճառը լյարդի անբավարարությունն է եղել։